Վերջապես Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր եւ Աննա Հակոբյանի միանալու մասին խոսակցությունները, եկեք տեսնենք թե ինչ ասել։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաեւ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա, եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Հիշեցնեմ, որ անցած շաբաթ օրը Աննա Հակոբյանը Փաշինյանին ուղեկցել էր դեպի Գյումրի ավտոերթի ժամանակ, այնտեղ իրենք փողոցներով քայլել էին, գնացել էին սրճարան, բայց չէին մեկնաբանել արդյոք միացել են թե չէ, փաստորեն հիմա իմանում ենք, որ այո, միացել են եւ Աննա Հակոբյանը Փաշինյանին երկրորդ շանս է տվել։ Նաև իմ այս նախորդ վիդեոյի մեկնաբանություններում շատերը գրել էին, թե ինչի է սկիթդ խոթում ուրիշի կյանքի մեջ, ինչի է բամբասանքներ տարածում, մի քննարկեք ընդհանրապես դա իրենց անձնական կյանքն է։ Հարգելիներս, Նիկոլ Փաշինյանը սովորական քաղաքացի չի, նա երկրի համար 1 ղեկավարն է, համար 1 քաղաքական գործիչն է եւ շատ նորմալ է, որ լրագրողները լուսաբանում են նրա բաժանման հետ կապված հարցերը եւ հանրությանը տեղեկացնում են դրա մասին, այնպես որ թեթև տարեք եւ վայելեք ձեր կյանքը։ Նաեւ մի մոռացեք եւ բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքները։ Մինչ